Համակին և Սերսակսյանը ասած գաշնքավորը լրագրողներ են տարածում սենց անձվոշ արտահայտությունները, տեսովան մենք կպահկաները մեծ աղմուկ էին դրա շուրջ բարձրացրել, վայ լրագրողներին ինչ են ասում, իսկ այսօր իրենք Ալբեն Ժողովյանից Բաքսիբրի մեին ու նիտասես ասում են ու հիշում են նախկինների չմայսով խատել ու բռնաբարելը ու չեք կարծում, որ լրագրողները պիտի միասնական ամեն դեպքում ինչ-որ քայլ ձեռնարկեն, ոչ թե կպահկանների ինչ-որ բռնաբարության համար, այլ շարքային քաղաքացիների, որոնք անգիտակցաբար ուտում են ուտը այսպես ասած, մոտենում են Փաշինյանին, ասում են լրագրողների սաղի լիցենզիայի ձեռքի առանց խցկանալը, որ մենք լիցենզավորված գործունեություն չենք ծավալում եւ երկրորդ հարցը, ես հաճախ ինձ մեղադրում եմ ժամանակին Փաշինյանի գերուները էջումը ստանալու համար, այդ թվում լայնորեն լուսաբանելու համար, ոգևորվելու համար եւ այն, թե ես հասկանում եմ, ես իմ գործն եմ արել։ Դուք Մեջքի զգացողություն ունենք, որ մենք լրագրողներս նաև նպաստել ենք, որ այս իշխանությունը ունենա այդ արդյունքներու ու դառնա պատված։ Չէ, Պեպսիմե ջան, կատեգորիկ դեմ եմ ես քո ասածին, ինչու՞։ Որովհետև լրագրողների գործը նախ լուսաբանել, օպերատիվ ինֆորմացիա փոխանցելն է, երկրորդը անպայման ընդդիմությանը աջակցելն է։ Պետք է լրագրողը ամեն ինչ անի, որ երկրում ընդդիմություն կայանա, որովհետև եթե դուք չունեք, երկրում չկա լավ ընդդիմություն, ուժեղ ընդդիմություն, երկիրը չի կարող լինել ուժեղ, կայացած, անվտանգ, պաշտպանված, զարգացող եւ այլն եւ այլն։ Մենք բոլոր ժամանակներում ինչ ենք արել, բոլոր ժամանակներում խնայող ենք եղել այդ պահի ընդդիմության նկատմամբ եւ ավելի խիստ ենք եղել իշխանության նկատմամբ։ Եվ դա աշխարհում է այդպես։ Բոլոր տեղերում այդ պահապան շանդերը լրագրողը որ կատարում է, դա ուղղված է իշխանությունների զսպելուն, մանավանդ մեր նման երկրներում անպայման պետք է իշխանությունը շատ զսպված լինի եւ զսպող օղակները որոնք են լրատվամիջոցներն են, քաղաքասարակությունն է եւ ընդդիմությունն է։ Հիմա եթե այդ երամիասնությունը չկա, հիմա այսօր չկա իրականում, խախտվել է, չէ՞։ Մենակ կարող ենք ասել, որ լրագրողներն են մնացել։ Դրա արդյունքը մենք ունենք էս, ինչ որ մենք մեր աչքի առաջ տեսնում ենք, չէ՞, այս խայտարակ, այս քաոսային վիճակը։ Այնպես որ դու քեզ մեղավոր մի զգա, ես էլ ինձ մեղավոր չեմ զգում, որովհետեւ այո, մենք աջակցել ենք ընդդիմությանը։ Աջակցել ենք ժամանակին Ռաֆի Հովհաննիսյանին, Վազգեն Մանուկյանին, բոլոր այդ պահին ով եղել է ընդդիմադիր դաշտում, նրանց ավելի խնայողաբար։ Հիմա նույն ձևով խնայողաբար ենք վերաբերվում ընդդիմադիր դաշտում հայտնված նախկին իշխանություններին, չէ՞։ Ասենք նույն Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին այնպես չի որ մեր աչքի լույսն են, չէ՞։ Ժամանակին մեծ տառապանքներ են ունեցել, մեծ հակասություններ են ունեցել, դատական վեճեր են ունեցել, պայքարել ենք իրենց դեմ, բայց իրավիճակը փոխվել է, իրանք եկել են ընդդիմադիր դաշտ, մենք այսպես թե այնպես ստիպված ենք իրենց խնայողաբար վերաբերվել։ Գոնե նույն հարթության մեջ չենք դնում իշխանության հետ։ Այնպես որ դա նորմալ է։ Այդտեղ դա սկզբունքային վերաբերմունք է։ Հիմա ոնց որ նույնն է, որ ասում են ինչպես կարելի է, ասենք քրեական հետապնդման ենթարկվող, չգիտեմ, Պողոսին նույն Մանվել Գրիգորյան, հա, կամ ժամանակին Մանվել Գրիգորյան դեմ մենք լիքը հրապարակումներ ենք արել, բայց մենք երբ որ ինքը իր իրավունքները սկսեցին ոտնահարվել, մենք սկսեցինք գրել այդ մասին, սկսեցինք պաշտպանել, որովհետև ի վերջո սկզբունքն ենք պաշտպանում, իրավունքն ենք պաշտպանում, ոչ թե անձերի։ Ես իհարկե մի, այսպես ասած, անհամաձայնություն ուզում հայտնել տեղեկատվություն տարածելը, ներկայացնելը ընդհանրապես հասարակական քաղաքական գործընթացների մասին այլ բան է, բայց կարծում եք մամուլի դերը, ԶԼՄ-ի դերի ընդդիմությանը ինդուլգենցիա տալն է։ Չէ, ինդուլգենցիայի մասին չի խոսքը, խոսքը նրա մասին է, որ չենք կարող մենք հավասարության նշան դնել ընդդիմության կատարած սխալների եւ իշխանության կատարած սխալների միջեւ։ Դրանք շատ տարբեր բաներ են հասկացությունների։ Հետո գիտես ինչ, ընդդիմությունը հասկացանք, կարա միտեղ մի քիչ թույլ լինի, հետո նաեւ բարձրավոր հալածանքների են ենթարկվում, լավ վիճակում չեն կարողանում, բա մենք չաջակցենք, որ կարողանան ընտրության մասնակցեն, քաղաքական դաշտը պայքար լինի, շանս լինի, որ ինչ-որ բան կփոխվի երկրում։ Դա խնդիրը, որ ընդդիմությանը շատ չհարվածենք։ Եվ մեկ էլ մի հարցել, հա, կազմակերպվելու մասով։ Ես էլ եմ ասում, շատ լավ կլիներ, եթե մենք ունենայինք տենց
կոնցեպտուալ հնարավորություններ ընդհանուր պայքարի պլատֆորմ մշակեինք, ինչ-որ քայլեր անեինք, ինչ-որ բաներ մտածեինք, կամ գոնե թեկուզ խոսքային առումով կարողանայինք իրար հետ պայմանավորվել ինչ-որ հարցերի շուրջ բան, բայց գիտես նախ դաշտը շատ խայտաբղետ է, այդքան հնարավոր չի միասնական քաղաքականություն մշակել, բայց այո, խոշոր խաղացողները կարող են ինչ-որ ձևով իրար հետ պայմանավորվել։ Դե էդ էլ գիտես ինչ, ավելի շատ մի քիչ մեղադրեմ էլի մեր լրագրողական կազմակերպությունների մեղքն է, որ իրենք պիտի նախաձեռնեն այդ տեսակ բաները։ Դա անհատ հիմա նույնը չի, որ Արմինե Օհանյանը կազմակերպի, նույնը չի, որ ժուրնալիստների միությունը կազմակերպի, հա, ճիշտ կլինի, որ կազմակերպությունները նախաձեռնեն այդպիսի բաներ։ Եվ ևս մեկ հարց, ազգային ժողովում հանրաժողովների մակարդակով կարծեմ շրջանառվում է ատելության խոսքերն ծանոթ է կարծիք եւ արդյոք համարում եք որ դա հնարավոր նոր զսպաշապի կարող է դառնալ դա պոլիտիկայի ազատության, հապես խոսքի ազատության այո, գիտես այդ փաստաթուղթը դեռ մշակման փուլում հայտնվել էր մեր ձեռքում, ես տրամադրել էի մի լավ իրավաբան էքսպերտի, որը այդ դաշտում գլուխ է հանում եւ ինքը հետաքրքիր բան ասեց։ Իհարկե ամբողջ աշխարհն է հիմա պայքարում ատելության խոսքի դեմ, թեև ոչ մի երկրում չկա դեռ ընդունված այդպիսի օրենսդրական կարգավորումներ եւ դա շատ բարդ է ասել, որ Հայաստանը ոնց կարող է, հա, առաջ մի ոտ առաջ մյուս պետություններից են զարգացած երկրներից ինքը նախաձեռնել է տեսակ process, բայց ենթադրենք թե բարի նպատակով ուզում են ատելության խոսքը սահմանափակեն։ Նախ հենց ատելության խոսքը իրենք են տարածում, այս նույն մարդիկ ովքեր որ ուզում են դրա դեմ պայքարեն, հա, նույն Նիկոլ Փաշինյանի բոլոր ելույթներում կա ատելության խոսք, բոլոր անխտիր, չկա մի ելույթ, որտեղ դու չգտնես ատելության խոսք որևէ խմբի, որևէ անձի, որևէ թիմի նկատմամբ, այո, եւ երբ որ ինքը դա գեներացնում է, հետո խոսում է ատելության դեմ խոսքի դեմ պայքարից, դա ուղղակի զավեշտի ու չգիտեմ, ծաղրի նման է։ Եվ երկրորդն էլ այս նախագծում ինչ են արել, շատ հետաքրքիր բան են մտածել, ուրեմն մարդիկ ատելության խոսք ասելով նկատի ունեն սոցիալական որևէ խմբի, որևէ ազգի, որևէ ռասայի, որևէ կրոնական հայացքների համար իրենք ավելացրել են նաև քաղաքական հայացքների համար ատելության խոսք, որը շատ վտանգավոր է։ Այդ մեր էքսպերտը ասաց, որ դա ինքնին հող է նախապատրաստում, որպեսզի հետո եթե ԿՊ-ի որևէ ներկայացուցիչի նկատմամբ որևէ քննադատություն հնչի մտցնեն այս օրենքի տակ ու այդ արդեն օրենքով պատժեն, ոչ թե բանով։ Դա մի խայտառակություն է։ Այո, ես ուղղակի հույս ունեմ դեռ որ այդ քանի որ նախագիծը ընդհանրապես մշակումների փուլում է կարող է դեռ կանգնեցնել, հա, ինչ որ էքսպերտներ միջազգային կամ չգիտեմ Վենետիկ ուղարկեն կամ ինչ որ մի ձևով դա հնարավոր լինի կանխել, բայց դա եթե ընդունվեց, դա ահավոր է լինելու մեր համար, մեր բոլորիս համար։ Խնդրեմ, կներկայացնեմ, ես օրենքից Կարինը նշեցի, որ գիտությանը պետք է աջակցել լրագրողներին նաև կորցնելար եւ մարդի դեպքերի առնչությամբ դուք Նիկոլ Փաշինյանին այժմ գիտնան ինформատիվ գործիչ եւս աջակցել եք որ դեպքերի մարտի 1-ին, հա։ Եթե այսօր իշխանափոխություն լինի եւ Նիկոլ Փաշինյանը պետք է հայտնվի ինформատիվ գործիչերում, այդ բարակայում հնարավորություն է նրան աջակցելու։ Ես քիչ առաջ, երբ որ պատմում էի, խոսում էի, բերեցի գեներալ Մանվելի օրինակը, որի դեմ մենք հարյուրավոր հոդվածներ ենք տպագրել, երբ որ ինքը Էջմիածնում բեսպրեդելի մթնոլորտ էր ձևավորվել, բայց երբ որ իրեն սկսեցին հետապնդել եւ այդ քրեական գործը ակնհայտորեն խախտումներով, մարդու իրավունքների ոտնահարումներով, կողմնակալ ձևով էր ընթանում, մենք լիարժեք պաշտպանել ենք Մանվել Գրիգորյանին։ Ցանկացած մարդ բանի որտեղի խոսք կա, ես շատ սիրում եմ այդ խոսքերը, ասում է ես քո հայացքները չեմ ընդունում, բայց պատրաստ եմ իմ կյանքը տալ, որ դու դրանք արտահայտելու հնարավորություն ունենաս։ Այսինքն մենք պիտի մարդու իրավունքներ պաշտպանենք, ոչ թե անձերի վրա կենտրոնանանք, հիշենք թե այդ մարդը առաջ ինչ է արել, որտեղ երբ որ սկսենք հիշել թե յուրաքանչյուր անձ ժամանակին ինչ խախտումներ է արել, դա
դա շատ հեռուն տանող տեղ է, հա, չենք կարող, ոչ մեկին այո, ոչ մեկը արդար չի, ասма թող կարգցին ով որ արդար է, ուզում եմ ասել, որ պետք է մարդու իրավունքները պաշտպանված լինեն, անկախ նրանից ինքը ինչ պաշտոն է զբաղեցնում, որ դաշտում է, ընդդիմություն է, թե իշխանություն է, պետք է մամուլը առաջնորդվի սկզբունքներով եւ օրենքներով։ Բայց չեք տանի, չէ՞, նույնապահի հարցակապը։ Որ կարիքը լինի, որ սոված լինի, տեղ չունենա ապրելու կտանեմ, ոչ մի տարբերություն։ Եվ շնորհակալություն Նիկոլ Փաշինյանը, Շնորհակալություն հարգելի գործընկերներ, շնորհակալություն այս հանդիպման համար։ Ես եմ շնորհակալ։ Ես անհատական չարություն, ատելություն չունեմ իր հանդեպ։ Իմ պրետենզիան, իմ դժգոհությունը իր քաղաքականությունից է, իրես ամեն ինչից է, անջան գրիչ վերցնել։ Շենգավիթի տունը ծախել արմանավանդում չի ունենա։ Եվ վրեդի հացերը տվեցի սավրեցի մեջ։